Շաբաթվա սկզբին Գյումրիի քաղաքապետարանի դիմացից ձերբակալված ավելի քան 3 տասնյակ քաղաքացիներից 15-ը կալանավորվել է, 3-ը տնային կալանքի տակ կմնա, բացակայության արգելքով մեկի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել։ Կալանավորվածների թվում են նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, մեկը Ավագանու Կոմկուս խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանն է, մյուսը Նարեկ Ղուկասյանը։ Քաղաքապետի եղբոր ևս մեկ թոռ 3 ձերբակալվել է, նա անչափահաս է ու նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Ձերբակալված մյուս անչափահասն արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի ու տնային կալանքի տակ է, երկրից բացակայելու արգելք ունի։ Անչափահասին մեղադրել են զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ արտարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Կոնկրետ զանգվածային անկարգություններին մասնակցելը ծանր հանցագործություն է եւ ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում 4-ից 8 տարի ժամկետով։ Փաստաբան Արտուշ Հակոբյանը անչափահաս տղայից բացի ևս 8 հոգու է ներկայացնում այս գործով։ Փաստորեն նրա պաշտպանյալներից միայն անչափահասն է տնային կալանքի տակ, մյուսները բանտում կպահվեն երկամսյա եւ 40-օրյա ժամկետներով։ Նախաքննական մարմնի դիրքորոշումը կայանում է նրանում, որ միայն կալանք խափան միջոցը, որը իր խստությամբ ամենախիստն է, իզորուի ապահովելու մեղադրյալների պատշաճ վարքագիծը, որպեսզի չխոչընդոտեն սույն գործով ապացուցման գործընթացին։ Զանգվածային անկարգությունների հոդվածով այս գործը հարուցվեց նույն օրը, երբ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Այդ օրը նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մուտքի մոտ, երբ Ղուկասյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու քաղաքապետի աջակիցների միջև բախում եղավ։ Քննչական կոմիտեն պնդում է, որ մեղադրյալները կոչ են արել փակել քաղաքապետարանի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու քաղաքապետարանի շենքում գտնվող անձանց։ Վնասել են ոստիկանության մեքենաների անվադողերը, քաղաքապետարանի գույքը ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր կրակայրիչներ են նետել։ Լուսադեմին դատարանը 2 ամսով կալանավորել է նաև ընդդիմադիր մեջձևով շարժման Գյումրիի համակարգող փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Նրա պաշտպան Լիաննա Գասպարյանն ասում է, Մխիթարյանին վերագրվող մեղադրանքի ապացույցները 0 են։ Ավելին, օրեր շարունակ Ռուբեն Մխիթարյանին վերաբերելի այ տեսագրություններ էին սոցիալական կայքերում շրջանառվում, որտեղ պատկերված էին Ռուբենի գործողությունները, ակնհայտ տեսանելի էր, որոնք բացառապես հանդարտեցնող եւ կանխարգելող բնույթի էին եւ բացառապես որևէ հանցավոր տարեր իրենց մեջ չէին պարունակում։ Գասպարյանը ահազանգում է, ստացվում է, որ փաստաբանին կալանավորում են իր մասնագիտական գործունեության համար։ Մխիթարյանն ըստ փաստաբանի բանտում է հայտնվել մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Ես իմ փաստաբանական 10 տարիների ունեցած պրակտիկայում չեմ տեսել նման անհեթեթ, ինչը որ 3 եմ տեսել կալանքի միջնորդություն, երբ անձին կալանավորում են ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, այն էլ այն ոստիկանի ցուցմունքի վրա, որ իբրև վերջինս ձերբակալել է Ռուբեն Մխիթարյանին, մինչդեռ ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ ոստիկան։ Եվ մենք բոլորս տեղյակ ենք, որ ունենք Եվրոպական դատարանի բազմաթիվ վճռաբեկ նաև դատանի նախադեպային որոշումներ, որ անձին չի կարելի դատապարտել ոստիկանի, այն էլ մեկ ցուցմունքի հիման վրա։ 3 այս գործով նաև քաղաքապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել, մեկը Վարդան Ղուկասյանի խորհրդականը, մյուսը ապօրինի շինությունների բաժնի պետի պաշտոնակատարը։ Նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Քննչականը գործը հարուցել է բավականին ծանր զանգվածային անկարգություններին մասնակցելու, խմբով արտարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելու հոդվածներով։ Մեղադրյալների մի խումբ էլ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են, վարորդներ ու հավաքարարներ։